Նախ շատ ուրախ եմ, որ կարացել ոսկի մեդալ նվաճեմ, իրոք շատ բարդ էր, Ուկրաինացի մարզիկը, որ առաջից հատկը ինքը կատարեց, իրոք լավ կատարեց, երկրորդն էլ շատ լավ արեց, արդեն այդից ես ավելի լուրջ տրամադրվեցի, որովհետև ես հասկանում եմ, որ պայքարը ուժեղ է լինելու, դրանից հետո անգլիացի մարզիկը, որ իր առաջից հատկը կատարեց, ինքը ստացավ 15-2, ես օրինակ իմ նախնական ցատկերը 5-2-ից է գնահատվում, բայց ինքը արդեն 15-2 էր ստացել։ Իր ցատկը առաջինը 4-10-տական ավելի բարձր է։ Արդեն շատ լուրջ էր, որովհետև երկրորդ ցատկը ճիշտ է այդքան լավ չկատարեց, բայց դա ամեն դեպքում ինքը միջինը շատ բարձր ստացավ ու մտածեց ես հասկացա, որ միակ շանսը երկու ցատկերն էր, որ գամ կանգնեմ քայլ չկատարեմ։ Տենց մի մոտ եղել է մի անգամ մեկ էլ այս տարի Կոդբուսում աշխարհի գավաթի վաղտ, որ ես երկու ցատկս էլ եկե կանգնել եմ ու քայլ չեմ արել, բայց դա ամեն անգամ չի կարա լինի, որովհետև մրցումա ու լարվածությունը շատ է լինում ու պետք է կարողանաս տրամադրվես ու այդ բանը ասում պետք է հաջողությունը հետդ լինի։ Փառքասո ստացավ մոտս ու կատարեցի ամեն մաքսիմում ձևով, ճիշտ է, աշխատելու տեղ էլի կա, սխալներ կան, բայց դա ամ դեպքում շատ կարևոր է, որ ես կանգնեցի, քայլ չկատարեցի, քանի որ այս տարվանից այդ քայլ չկատարելը բոնուս է տալի մի 10-ական ու մետի շատ մեծ դեր է խաղում։ Շատ ուրախ եմ, հպարտ եմ կարացա ես էլի ոսկի մեդալ նվաճեմ։ Պարոն Սերոբյանը սկզբում նշեց, որ լավ նաստով զարմանեցիք իրեն, այդ զարմանքը ձեզ մոտ եկա, երբ իրանցեցիք արդյունքը։ Իհարկե ես էլ զարմացա, որ առաջից հատկը եկա կանգնեցի, ուրախացա ագին, բայց որ երկրորդն էլ կգամ կանգնեմ քայլ չեմ կատարի, ես էլ իրոք զարմացա, չի սպասում որ կարող եմ կանանամ թռնեմ։ Ստացավ, փառքասո կարողացա էլի մաքսիմում անեմ։ Ցավս էլ զարմացել էինք ու մենք չէինք բոլորը ուրիշ երկրի մարզիկներն էլ մոտիկանում էին, շնորհավորում էին, ասում էին Ես ինչ արիս։ Վնասվածքի մասին խոսվեց, ըստ քեզ մինչ մյուս առաջնությունը կհասցնես վերականգնել։ Իմ կարծիքով կհասցնեմ, որովհետև հոկտեմբերին է ոնց որ աշխարհի առաջնությունը, սեպտեմբերից հոկտեմբերի սկիզբը, բայց մինչև այդ ես մրցում չունեմ ու ես ազատ ժամանակ լիք ունեմ, որ կարողանամ բուժեմ։ Պետք է ամեն ինչ անեմ, բուժեմ, որովհետև իրոք արդեն գնալով ավելի շատ է էլի խանգարում։ Դե ես շատ ուրախ եմ, որ կարողացա վերջապես մեդալ նվաճել, որովհետև արդեն քանի տարի է միշտ 4-րդ տեղ էի գրավում ու փառք Աստծո այս անգամ ստացվեց։ Հուսով եմ արդեն Մյուս մրցումներին արդեն ես ինքս ինձ վրա ավելի վստահ կմասնակցեմ ու Աստված առաջ։ Միանշանակ ուրախ եմ ու որ մեր մարզիչները գոհ են, ուրեմն ես էլ եմ գոհ իմ կատարածից։ Որոշակի ներկայացումներ նշեց, պարոն Սերոբյանը, քեզ մինչ հաջորդ մրցումները հնարավոր կլինի շտկել այդ աշխատանք տանել ես։ Միանշանակ ամեն ինչ աշխատանքից է կախված, քրտնաջան աշխատանք ու ամեն ինչ էլ կլինի։ Շատ շնորհակալ եմ։ Էջ։ Շատ ուրախ եմ, որ կարողացա ոսկի մեդալ նվաճել Եվրոպայի առաջնությանը։ Փառք Աստծո լավ ստացվեց, իմ ընկերների համար եմ շատ ուրախ։ Թերություններ կար, բայց պետք է թերությունները շտկել եւ ավելի շատ պարապել, որ հաջորդ մրցումներին ավելի լավ արդյունքներ գրանցել։ Իսկ քո պարագան եւս մրցակցությունը շատ ուժեղ է։ Ու կարազնացների մարզիկներից։ Հա, մրցակցությունը ուժեղ էր, որովհետեւ Եվրոպայի առաջնությունը արդեն մեծ հասակների, բայց մենք մեր վարժությունն ենք կատարում, ոնց որ կարողանում ենք կատարել պարապմունքների ժամանակ եւ ամեն ինչ լավ է լինում։ Իսկ ավակ ընկերների աջակցությունը, օգնությունը, որքանով է տեղին է պարագայում, թե կողքին է լինում։ Շատ մեծ է ավակ ընկերների աջակցությունը,
Դավթյան Արտուրի, Դավթյան Վահագի, նրանք իրենց փորձով փոխանցում են մեզ եւ շատ են օգնում, առանց նրանց աջակցության այս ամեն ինչը կարող է չստացվել։ Շնորհակալ եմ իրենց աջակցության համար։ Շնորհակալություն, խնդրեմ, տեսնենք։ Իմ եւ Համլետի առաջին մեծահասակների Եվրոպայի առաջնությունն էր։ Լարվածությունն ու պատասխանատվությունը կրկնակի ավելի բարձր էր մեզ մոտ, որ կարողանանք լավ հանդես գալ։ Փառք Աստծո կարողացանք մեդալներ նվաճել ու մեր Հայաստանի դրոշը կարողացանք բարձրացնել։